Շուտով կմեկնարկեն եվրոպական առաջնությունների նոր մրցաշրջանները, իսկ մինչ այդ առաջարկում ենք ծանոթանալ այդ լիգաների նորեկներին։ Նախորդ անգամ մեր դիտակետում Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկներն են, իսկ այս անգամ կտեղափոխվենք Ապենիններ, ծանոթանալու Ասերիայի նորեկների հետ։ Նախ նշենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով մրցաշարը լքել են Կալյարին, Ջենուան եւ Վենեցիան։ Իսկ ահա առաջնության նորեկներն են Լեչեն, Կրեմոնեզեն եւ Մոնցան։ Լեչեն 17-րդ անգամ իր պատմության մեջ կխաղա Ասերիային։ Գայլերը նաև իրենց պատմության ընթացքում երկու անգամ հաղթել են Բեսերիան, ընդ որում երկրորդը հենց նախորդ մրցաշրջանն էր։ Ժամանակին այս թիմի կազմում հանդես են եկել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Անտոնիո Կոնտեն, Ֆրանկո Կաուզիոն, Խավիեր Չևանտոնը, Միրկո Բուչինիչը, Խուան Կուադրադոն եւ այլով։ Ասերիայում Լեչեն երբեք որևէ նշանակալի արդյունք չի գրանցել։ Իսկ ահա Կրեմոնեզեն Ասերիայում վաղուց չի խաղացել։ Վերջին անգամ դա եղել էր 18 տարի առաջ։ Ընդհանուր առմամբ թիմը 14 մրցաշրջան է անցկացրել Իտալիայի ֆուտբոլային էլիտայում։ Իսկ լավագույն արդյունքը Ասերիայում եղել է 17-րդ հորիզոնականը։ Կրեմոնեզեն իր տնային հանդիպումներն անցկացնում է Կրեմոնայի Ջովանի Ձինի մարզադաշտում, որը տեղավորում է ավելի քան 20,000 հանդիսական։ Մոնցան իր հերթին երբեք չի խաղացել Իտալիայի առաջին էլիտար դիվիզիոնում։ Ակումբի ամենաբարձր նվաճումը Բեսերիայում երրորդ տեղն է եղել 1955-56 եւ 2020-21 մրցաշրջաններում։ Նշենք, որ ակումբի նախագահը Իտալիայի նախկին վարչապետ եւ Միլանի նախկին սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին է։ Ինչպես հայտնում է Մոնցայի գլխավոր տնօրեն Գալիանին, թիմի նպատակն է այս մրցաշրջանում Ասերիայի լավագույն տասնյակում հայտնվելը։ Դե ինչ, շուտով կմեկնարկի Ասերիայի նոր մրցաշրջանը եւ անչափ հետաքրքիր կլինի հետեւել, ինչ է իրենից ներկայացնում լիգայի բացարձակ դեբյուտանտը։